64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով ազգային ժողովն ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը չէր մասնակցում քննարկմանը եւ քվեարկությանը, բոյկոտելով արտահերթ նիստը։ Հայտարարության նախագիծը ներկայացրեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ընդգծելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում արձանագրվել է մի իրողություն, որով սկիզբ է դրվել երկար սպասված խաղաղությանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն եւ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գտնում է, որ ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը եւ ահա այս փաստի բերումով մենք առաջարկել ենք հրավիրել ազգային ժողովի նիստ եւ ընդունել այս հայտարարությունը։ Նրա խոսքով սա այն եզակի պատմական պահերից է, երբ կարելի է վկայել խաղաղություն է հաստատվել։ Ազգային ժողովի հայտարարության միջոցով իշխող ուժը նպատակ է ունեցել ոչ միայն արձանագրելու այս փաստը, այլև կոչ անելու բոլոր շահագրգիռ կողմերին պահպանել, ամրապնդել եւ զարգացնել խաղաղությունը։ Հայ ժողովրդի առաջին հերթին Հայաստանի ժողովրդի ինչպես իրենք են նշում կենսագործունեության, խաղաղ գոյության, բարգավաճման ամենագլխավոր նախապայմանը խաղաղությունն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին ապրելու սեփական հայրենիքում, արարելու սեփական հայրենիքում, զերծ լինելու կոնֆլիկտից, կոնֆլիկտի վախից, անընդհատ ապրելու պատերազմի վախի պայմանների մեջ, հնարավորություն ունենալու տնտեսական զարգացման, հնարավորություն ունենալու բաց սահմաններով հարևանների հետ խաղաղ գոյակցության, հնարավորություն ունենալով ճամփորդելու, հնարավորություն ունենալով բացելու խաղաղ ուրեմն համակեցության դարաշրջան Հայաստանի ժողովրդի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Ըստ հայտարարության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հիմքում ընկած է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, միջազգայինորեն ընդունված սահմանների հարգումը եւ քաղաքական անկախության ճանաչումը։ Հայտարարության կարևոր բաղադրիչներից է հաղորդակցուղիների բացման մասին համաձայնությունը, որը ներառում է անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, հենվելով ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքի վրա։ Հայաստանը պարտավորվում է գործակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլ համաձայնեցված միջազգային գործընկերների հետ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցային ծրագրի իրագործման ուղղությամբ։ Հայտարարությամբ ազգային ժողովը երախտագիտություն է հայտնում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Ընդգծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից եւ որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հրաժարվեց մասնակցել նիստին, նշելով, որ այս հայտարարությունը չի համապատասխանում իրավական, քաղաքական եւ անվտանգության նվազագույն չափանիշներին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն այս դիրքորոշումը որակեցին որպես քաղաքական մանևր եւ հայտարարեցին, որ ընդդիմության շահերը չեն համընկնում Հայաստանի պետական շահերի հետ։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ Այդ թե ինչու խաղաղությունը, այդ գլխավոր շահը չի համընկնում Հայաստան դաշինքի եւ խորհրդարանական ընդդիմության շահի հետ։ Այդ դա բոլորովին այլ հարց է, որի մասին խոսել ենք եւ ելի կխոսենք։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ընդգծեց, որ խաղաղության այս գործընթացը անխուսափելիորեն կբերի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Սա ինչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ինչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ եւ անկախ իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ։ Ըստ հայտարարության եզրափակիչ հատվածի ազգային ժողովը կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին եւ քաղաքական շրջանակներին ձեռնպահ մնալ թշնամանք հրահրող խոսույթից, հանուն կայուն խաղաղության եւ Հարավային Կովկասի բարգավաճման։ Քվեարկությունից հետո ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց Հայկ Կոնջորյանին նախաձեռնության համար, իսկ падգամավորները ծափահարություններով ողջունեցին որոշման ընդունումը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։